Չէ, եթե առարկություն է կանոնակարգին, հիմա ասեք, քանի ուշ չի։ Երկրորդ շաբաթն անընդմեջ ազգային ժողովում թեժ քննարկումներ են, թե ով ում հետ կմիանա, ով որ հանձնաժողովում ինչ պաշտոն կունենա, կորոշվի ԱԺ-ում։ Հետաքրքիր է, քաղաքացիները հետևում են գործընթացին, թե ոչ։ Արդյոք հետևում եք ազգային ժողովի աշխատանքներին։ Չէ։ Ոչ։ Հետաքրքրվածությունը որքան էլ քիչ լինի, միևնույնն է, քաղաքացիներն ունեն որոշակի ձևավորված կարծիք։ Ինչ եք կարծում քաղաքացիական պայմանագիրը եւ ուժեղ Հայաստանը ինչպես կհամագործակցեն միասին։ Ես կարծում եմ, որ ոչ մեկը ոչ մեկի հետ չի համագործակցելու առայժմ։ Ցավոք։ Հավատացեք, այդ նույն թատրոնը ամեն անգամ նայելը հաճելի չի։ Ուժեղներին թուլացնում է, պետությունը թուլացնում է ներսից, ամենաուժեղներին բռնել է, ինչ պետք է անեն, այնտեղ Ռուսաստանը չկա, այնտեղ ոսախ կողքի են քաշված, ասում են մենք շատ վտանգի տեղ է Հայաստանը։ Բազար են անում, մեզ ինչ պետք է, մեր թեմաները լուծեք, ամբողջ անցած սեմեստրը ոնց են ասում, բազար արեցին, հիմա նորից էլի նույն, այնքան հոգսեր կա, ես օրինակ ռայոնի հետ կապված մարդ եմ, այնտեղ այդ միջպետական պետք է բացեն, այն ճանապարհը սարսափելի վիճակում է, այն Էշմիածնի մոստի տա, բայց այնտեղ նստե բազար են անում, դա շատ վատ է։ Քաղաքացիական պայմանագիրն ուժեղ Հայաստանը կհամագործակցեն այս ընթացքում, թե ոչ։ Չգիտեմ, ախր կյանքը նենց է, որ կարող է փոխվեն, չգիտեմ, կարող է միանան, չեմ կարող ոչինչ ասել, դրա մասին չեմ կարող։ Կոնկրետ հենց երեկվա բազարը ինձ մենք հեռուստացույցը անջատեցինք ամենայն ազնվությամբ։ Ես այս երկրում չեմ ապրում, բայց ինֆորմացիաներ ունեմ, քանի որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ են, ինստինկտիան քաղաքացիական պայմանագիր, որպես այս երկրի նաև թոշակառու ինձ համար լավ է։ Ավելացում է առևտուրը, նորից ավելանում, երկիրը նայում ծաղկում է, մնացածն արդեն ժողովրդից է կախված, աշխատանք կլինի ապրեն։ Դուք մեր երեք թեկնածուներին որևէ կողմ քվեարկություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին։ Մինչ ազգային ժողովում մեկը մյուսին քվե է տալիս, հաստիքներ բաժանում, ժողովուրդը դեռ չգիտի, որն է ճիշտ, որը սխալ։